Միասին երեխաներ, ձմեր տապի, արի, արի, ձմեր տապի, արի, արի։ Հանգստյան օրերին երկօրյա բազմաբովանդակ միջոցառումներով կապանցիները տոնեցին քաղաքի օրը։ Տոնական միջոցառումները սկսեցին 1100-ամյա պատմություն ունեցող վահանավանքից։ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի եւ բազմաթիվ հյուրերի առաջ Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախումբը վանքի ներսում հնչեցրեց հոգեվոր երգեր։ Երգչախումբը առաջին անգամ է համերգով ներկայանում Սյունիքում։ Փոքրիկ երգիչները ելույթ են ունեցել աշխարհի տարբեր մեծ ու փոքր տաճարներում եւ եկեղեցիներում, ինչպիսիք են Քյոլնի եւ Փարիզի Աստվածամոր տաճարները։ Սակայն երգչախմբի ղեկավար Տիգրան Հեկեքյանի խոսքով հայկական եկեղեցիներում երգելը առավել մեծ հաճույք է։ Առաջին անգամ ենք Սյունյաց աշխարհում համերգ տալիս Հայաստանի փոքրիկ երգիչների երգչախմբով եւ չենք կարող ուղղակի 3 համերգ հետ կապարնում եւ մենք չենք կարող ուղղակի այսօր չայցելել վահանավանք մի հրաշալի համալիր, որը վերակառուցվել է, մենք ընդհանրապես պատրաստվում ենք օծմանը մասնակցել, գուցե դա դեռ կլինի, բայց այսօր օծում ենք երգով, հաղորդելու ենք երգով, հոգևոր երգով, այլ աշխարհային ստեղծագործություններից հատվածներ։ Օրվա երկրորդ կեսին քաղաքապետ Արտուր Աթայանը եւ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցեցին նաեւ Կապանի լեռնագործներ թաղամասում մանկական խաղահրապարակի բացման արարողությանը։ Խաղահրապարակը կառուցել են թաղամասի բնակիչները քաղաքապետարանի տրամադրած շինարարական նյութերով։
Երեխաները կազմակերպել էին տոնական հանդես և շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել խաղահրապարակի կառուցմանը։ Հիմա արդեն ունենք, շնորհակալ ենք դրա համար շատ։ Բոլոր երեխաները հիմա ուրախ են։ Շնորհակալություն ենք հայտնում պապիկներին ու հայրիկներին, որ այսպես խաղահրապարակ են կառուցել։ Սա նախատեսված է բոլոր երեխաների համար։ Հարակից շենքերի, ցանկացած երեխա կարող է գալ այստեղ իր ժամանակը անցկացնել, շատ ուրախալի օր այսօր բոլորի համար։ Եվ կարելի է ասել, այս օրինակը թող տարածվի վարակիչ լինի ամբողջ մեր համայնքում, Ղափան քաղաքում, շրջակա գյուղերում էլ երեխաները պետք է խաղալու տեղ ունենան։ Դա շատ կարևոր է այսօր մատաղ սերունդը դաստիարակելու համար։ Թող երեխաները բոլորը առողջ լինեն, ինչքան վսարքան, շատ շնորհակալություն եմ հայտնում ես մեր բոլոր, ովքեր որ չարչարվել են այս բանի համար, թող աշխարհը խաղաղ լինի, ժողովուրդն էլ առողջ լինեն, ուրիշ բան չեմ ուզում։ Թաղամասի բնակիչները նաև տոնական սեղան էին պատրաստել, որի շուրջ հնչեցին քաղաքի տոնին նվիրված առաջին շնորհավորանքները։ Մարզկենտրոնի տոնակատարության նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էին վաղուց, որոնք շարունակվեցին մինչև հոկտեմբերի 1-ը։ Տոնի նախօրյակին կենտրոնական փողոցները բարեկարգելու պատրաստակամություն հայտնեց նաև Կապանի ճանշին ընկերությունը։ Տնօրեն Արարատ Կարապետյանի գլխավորությամբ ճանապարհաշինարարները աշխատեցին մինչև ուշ գիշեր։ Շնորհավոր տոնդ Կապան։ Արդեն մի քանի օր է, ինչ մարզկենտրոնի գրեթե բոլոր անկյուններում հնչում են նմանատիպ խոսքեր ու շնորհավորանքներ։ Իսկ արդեն հոկտեմբերի 1-ի երեկոյան մարզի ու քաղաքի ղեկավարները պաշտոնապես շնորհավորեցին մարզկենտրոնի տոնը եւ ազդարարեցին Կապանյան օրերի մեկնարկը։ Սյունած թագավորանից Կապանի տանը այս տարի հատուկ խորհրդանշական իմաստ է ստացել եւ առավել արժեվոր մեզ համար, որովհետեւ այն նշում է Հայաստանի անկախության 20-ամյակի եւ Վահանավանքի 1100-ամյակի նվիրված տոնակատարություններին զուգահեռ։ Անկախության տարիների պատմությունը արտացոլվում է մեր մարզկենտրոնի կյանքի եւ զարգացման մեջ, կազմելով այս բազմադարյա քաղաքի եւ Սյունյաց ժողովրդի պատմության կարևորագույն ու անշրջելի էջերից մեկը։ Ռեսուրսների պակասը, շրջափակումը, ազատագրական պատերազմը, որի հենասյուներից մեկը եղել է Կապանը, ամբողջությամբ արտացոլվել է նրա կենսագրության մեջ։ Նշված գործոնները ինչպես նաև խորհրդային շրջանում կայացած 5 կապերի փլուզում եւ դրան հաջորդած արդյունաբերության անկումը առաջնահատուկ ցաներ հետևանքներ ունեցավ գրեթե ամբողջությամբ արդյունաբերական հիմքի վրա գտնվող Կապանի համար։ Սակայն Ես ձեր տոկունության, ձեր աշխատանքի և ձեր նվիրվածության արդյունքն է, սիրելի կապանցիներ, որ քաղաքն այսպես շտկել է իր մեջքը և արդեն քայլում է առաջ։ Զուգահեռ անցկացնել 90-ականների վերջերի հետ և ակնհայտորեն տեսանելի կդառնա այն առաջընթացը, որ մենք ունեցել ենք հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Լինի դա անկարգրաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության թե մշակույթի ոլորտներում։ Ինչպես ծննդյան օրը չափահաս մարդու համար, այնպես էլ արդեն իսկ ավանդական դարձած Կապանի տոնը քաղաքային իշխանությունների և ինչու՞ չէ, շարքային կապանցիների համար յուրատեսակ հանգրվան է մտորելով անցած ու ձեռքբերացի վաստողորների առկա խնդիրների ու անելիքների մասին։ Մենք երբեք գլխակ չեն եղել մեր անցյալի համար, իսկ ներկայի առումով վստահաբար կարող ենք պնդել, որ այլևս օրակարգում է ոչ թե եղածը ապահովելու խնդիրը, այլ կառուցելու, նոր ստեղծելու և մարզի ու համայնքների համար կայուն զարգացում ապահովելու դրա իրականացման։ Կարծում եմ պարտավոր ենք արժանի մատուցել նոր ժամանակների Կապանի բոլոր քաղաքապետերին, հասարակական, քաղաքական ու մշակութային բոլոր այն գործիչներին, որոնք մաս են կազմել Կապանի հարուստ տարեգրության, պատմության ու տեսարժության կերտման գործում։
փոխանցելով մեզ այն լավագույն արժեքները, որը պետք է պահպանենք ու զարգացնենք։ Այսօր առանց վարունելու կարող ենք պնդել, որ Կապանը կայուն զարգացող քաղաք է, որ հպարտությամբ է նայում իր 16 դարյա անցյալին և վստահության ապագային։ Շնորհավոր տոնդ Կապան։ Պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետության կառավարության և տարածքային կառավարման նախարարության անունից շնորհավորել ձեզ բոլորիդ Կապանյան օրերի առիթով։ Հատկանշական է, որ այս տարի մենք այս տոները, Կապանյան օրերը անցկացնում ենք մեր ժողովրդի համար վերելքի պայմաններում, երբ մենք նշում ենք մեր անկախ պետականության 20-ամյակը։ Թերևս բոլորս գտնվում ենք սեպտեմբերի 21-ի միջոցառումների և տոնական տրամադրության ազդեցության տակ։ Եվ հատկապես հատկանշական է, որ Կապանյան օրերը այս տարի անցնում են ավելի ճոխ, ավելի բազմաբովանդակ, ավելի ընդգրկուն ծրագրերով։ Կապանը կարևոր քաղաք է, Կապանը մեր հարավային դարպասի Սյունիքի մարզկենտրոնն է և մեր հյուրերը և մեր երկիր այցելողները թերևս մեր մարզային կենտրոնների մասին տպավորություն են կազմում Կապանում։ Չնայած անձրևոտ օրվան թերևս շատեր, ովքեր Կապանում ամեն օր չեն, ինչպես որ ես արձանագրում ենք, որ Կապանը օրորի գեղեցկանում է, Կապանը օրորի շենանում է և Կապանը նորից հավակնում է լինել իր արդյունաբերական քաղաքի կարգավիճակում, ինչպես որ նա միշտ եղել է։ Ես վստահ եմ, որ Կապանը հետագա տարիներին ավելի մեծ հաջողություններ է արձանագրելու։ Ես սրտան շնորհավորում եմ ձեզ, սիրելի կապանցիներ, սիրելի սյունեցիներ, և ցանկանում եմ, որ մենք առօրյա մեր աշխատանքի հետ զուգահեռ նաև ունենանք շատ առիթներ նման ոգևորության մեր համայնքների, մեր բնակավայրերի, մեր մարզերի համար հատկանշական տոներ կազմակերպելու և տոնելու։ Շնորհավորում եմ ձեզ, սիրելի կապանցիներ, Կապանյան օրերի կապակցությամբ։ Շնորհակալություն։ Այսօր տոնում ենք արդեն ավանդույթ դարձած մեր հայրենի կապանական օրը։ Քաղաքները, ինչպես և մարդիկ, ունեն իրենց կենսագրություններն ու ճակատագրերը։ Կապանում մարդը բնակվել է դեռևս վաղ ժամանակներից, բայց նրա ծննդյան վկայականը իրավամբ կարելի է համարել նշանավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանի Սյունիքի պատմությունը, որտեղ Կապանի մասին տեղեկություններ են հաղորդում դեռևս 5-րդ դարից։ Երկար ճանապարհ է անցել մեր քաղաքը, ունեցել է հերոսական պայքարի փայլուն էջեր, եղել է թագավորանիստ, դարձել է Դավիթ բեկի իշխանության կենտրոնը, ապա իր հայրենիքի պես ձեռքից ձեռք անցել, սակայն ինչպես մեծ Ալիշանն է ասում, եղել է ամենահամառագույնը ազգային ոգու և ավանդների պահպանության մեջ։ Խորհրդային տարիներին Կապանը եղել է շրջանի վարչական կենտրոն, այն դարձավ ծաղկուն եռուն արդյունաբերական կյանքով ապրող քաղաք։ 1938 թվականին հայկական հսկերակի խորհրդի որոշումով Կապանը ստացավ հանրապետական քաղաքի կարգավիճակ։ Հայաստանի Հանրապետության անկախության նվաճումից հետո 1995 թվականի դեկտեմբերի 4-ին ստեղծվեց Սյունիքի մարզը, որի կենտրոն դարձավ Կապան քաղաքը։ Քաղաքի պատմության մեջ նոր էջ բացվեց հայոց նորօրյա անկախությունից հետո։ Հայրենական մեծ պատերազմում իր ավանդը ներդրած 7000 կապանցիների սխրանքը շարունակեցին նրանց սերունդները Արցախյան գոյամարքում։ Ընդհանրապես 1998 թվականից մինչև 1994 թվականը մեր փոքրիկ քաղաքի պատմությունը մի մեծ հերոսապատում է կապանցու ոգու, հայրենասիրության և դիմակայման մասին։ Այդ օրերից շատ ժամանակ չի անցել, բայց մարզկենտրոնը անճանաչելիորեն փոխվել է, իսկ որ ամենակարևորն է փոխվել են մարդիկ, մարդկանց աչքերը, եթե նկատել եք նրանք արդեն երբեմն շփվում են։ Կապանը մշակութային հարուստ ավանդույթներ ունի, գործող երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցները, մշակույթի կենտրոնը, թանգարանները, գրադարանները ապահովում են քաղաքի մշակութային զարկերակը։ Նույնը կարելի ասել նաև սպորտի բնագավառում։ Ապացույցները մեր ձեռքբերումները ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մրցումներում։ Ուզում եմ այսօր անվանահատուկ ջերմ խոսքեր ուղղել մեր մանկաբարձներին, մասնագիտական տոնի առթիվ։ Մենք մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անում ենք, որպեսզի ուշադրության կենտրոնում պահենք կրթօջախի բոլոր խնդիրները և մեծարենք ուսուցչին։ Ու գլխավորի մասին։ Մեր բոլոր ձեռնարկները, մեր բոլոր ծրագրերը երբեք իրականություն չէին կարող դառնալ, եթե չլինեին մեր գործընկերները, մեր տարածաշրջանի երկու խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունները,
Սանգեզուրի բնութագրության կոմբինատը եւ Դինագոլդ Mining Company։ Շնորհակալություն եմ հայտնում նրանց բոլոր կապանցիների անունից։ Վստահեցնում եմ, որ կապանցին երախտապարտ է ու գիտի, որ ակտիվայց դեպքում կարող է ապավինել ձեր աջակցությանը։ Կրկին շնորհավորում եմ մեր կապանցիներին այս գեղեցիկ տոնի արդիվ։ Շնորհավոր տոնը սիրելի քաղաքը, շնորհավոր տոնը սիրելի կապանցիներ։ Հիշարժան ու կարևոր նշանակության այս տոնին Կապանի քաղաքապետը մի խումբ ուսուցիչների ու հայրենական պատերազմի վետերանների դրամական պարգևներ հանձնեց, իսկ Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Լարիսա Ջահանգիրյանը, Արցախյան գոյամարտի մասնակից Արարատ Մանուչարյանը եւ երկրապահ կամավորականների Կապանի ջոկատի հրամանատար Մանվել Օհանյանն արժանացան Կապան ոսկյա հուշամեդալի։ Ես նույնպես շնորհավորում եմ բոլորի տոնի կապակցության, ցանկանում եմ բոլորը արժանանալ մեծ պարգևների, լինել խաղաղությամբ օժտված եւ մարտի ժամանակ ինչպես միշտ միասին ենք եղել ամբերից է պարտանենք մեր քաղաքը։ Թող հակառակորդը միշտ հեռու լինի Ղափանին բարգավաճում։ Շնորհավորում եմ բոլորի տոնը, շնորհակալություն։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույնպես պարգևներ էր նախապատրաստել արցախյան ազատամարտիկների համար։ Դրաստամատ Կանայան, Վազգեն Սարգսյան եւ Ծովակալ Իսակով։ Դրանք հասցեատերերին հանձնեց հակաօդային զորքի պետ Նիկոլայ Բաբայանը։ Իդեպ իթյուես այլոց Վազգեն Սարգսյանի մեդալի արժանացավ նաեւ մեր գործընկեր Սոսի հեռուստաընկերության տնօրեն Վահագն Սարգսյանը։ Աշոտ Արծրունու Դալքյանը, Արավայից Հայկասի Մարտիրոսյանը, Ասյունյանց մայրաքաղաքը ունենալով ուրույն կերպար, առանձնահատուկ գեղեցկություն, օժտված է նաև մեկ հետաքրքիր հատկանիշով։ Ծառայական գործառույթների բերումով պարբերաբար ենք լինում այստեղ եւ յուրաքանչյուր անգամ լինելով այստեղ համոզվում ենք, որ լիցքաթափվում ես բացասական լիցքերից, ավելորդ լարվածությունից։ Եվ պետք է ասել, որ վերջի 5-6 տարիների ընթացքում ակնհայտ նկատում ենք խոշոր փոփոխություններ եւ Սյունիքում ընդհանրապես եւ Կապան քաղաքում, փոփոխություններ, որոնք կապված են բնակչության ապրելու, սովորելու, աշխատելու, ստեղծագործելու եւ հանգստանալու պայմանները բարելավման հետ։ Եվ այդ փոփոխությունները իհարկե եւ մարզի եւ քաղաքի ղեկավարության ջանքերի շնորհիվ են եւ ամբողջ բնակչության ջանքերի շնորհիվ են։ Հանդիսավորնիստն ընդմիջվեց Հայաստանի Պարի պետական անսամբլի համերգով։ Պարի խումբն իր անզուգական կատարումները նվիրեց մարզկենտրոնին ու բոլոր կապանցիներին։ Բեմահարթակն այնուհետև տրամադրվեց Դինագոլդ Mining Company ընկերության սեփականատեր Ջոնաթան Վուդմանին։ Վերջինս համաձայնվել էր գալ եւ մասնակցել կապանցիների տոնակատարությանը եւ Սյունիքի մարզպետի կողմից արժանացավ հուշամեդալի։ Միջազգային ձեռնարկության գլխավոր գործադիր տնօրեն Ջոնաթան եւ Կապան քաղաքի բնակիչ։ Շատ հաճելի է այսօր այստեղ գտնվելը եւ ձեր հետ մասնակցել այս հիասքանչ նորակատարություններին եւ ուսում շնորհակալություն հայտնել Պարի քաղաքապետին, որ հնարավորություն ընձեռեց, որ ես այսօր իմ խոսքով դիմեմ ձեզ։ Որպես հպարտ կանադացի, որպես օտարերկրյա ներդրող Հայաստանի Հանրապետությունում, ես վստահ եմ, որ շատ կարևոր է ինձ համար եւ բոլոր երկրի ներդրողների համար, ովքեր ներդրումներ են կատարել
այս հիասքանչ երկրում, ձեր երկրում, հասկանամ մարդկանց միջև եւ հարաբերությունները եւ համագործակցությունը տարբեր մշակույթների միջև։ Ես նաև գիտեմ, որ Հայաստանի Հանրապետությունը նորեն նշել իր անկախության 20-ամյակը եւ ուզում եմ շնորհավորել ամբողջ Հայաստանին այն ձեռքբերումների համար, որոնք իրենք կարողացել են ունենալ այսքան կարճ ժամանակահատվածում, այսքան երիտասարդ կյանքի ընթացքում։ Շնորհավորում ես Հայաստան։ Շատ տարիներ առաջ, երբ մենք որոշում կայացրեցինք ներդրում կատարել Կապանում, մենք գիտակցում էինք, որ մուտք է գործում մի երկիր, մի տարածք, որը մեզ համար անծանոթ է, եւ չնայած նրան, որ բավականաչափ շատ ուսումնասիրություններ արել ենք մինչև այստեղ ներդրումներ կատարելը, մենք գիտեինք, որ լինելու են մարտահրավերներ, թե մեծ, թե փոքր։ Այսօր կանգնած եմ ձեր առջև եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորին այն ջերմ ընդունելության համար, որ դուք տվել եք Dante Precious Metals։ Մենք դեռևս երկար ճանապարհ ունենք գնալու այնուամենայնիվ, եւ ես անձնապես համոզված եմ, ինչպես որ համոզված է ամբողջ Dante Precious Metals-ի ամբողջ ընտանիքը, որ մենք ճիշտ ուղղության վրա ենք գտնվում, եւ մենք ճիշտ որոշում ենք կայացրել Հայաստանի Հանրապետություն ներդրում անելու վերաբերյալ։ Եվ ես հուսով եմ, որ մենք դեռևս չենք վերջացել եւ շատ բաներ ենք անելու։ Մենք ընդհանրապես դեռ սկզբի этаպում ենք գտնվում։ Եվ միասին համագործակցելով եւ աշխատելով մենք կարող ենք համոզմամբ հասնել լավ արդյունքների, ինչպես Կապանի, Սյունիքի, այնպես էլ Dante Precious Metals-ի համատեղ ջանքերով կհասնենք հաջողությունների, մեծ հաջողությունների։ Որպես օտարերկրյա ներդրող մենք հասկանում ենք, որ հաջողությունը պետք է հաջողություն լինի բոլորի համար։ Ես հպարտ եմ ասելու, որ 2011 թվականի սկզբից մինչ օրս Dino Gold Mining Company-ն արդեն ավելի քան 140 միլիոն դրամի ներդրում է ունեցել Կապանի համայնքում եւ շրջակա գյուղերի սոցիալական ծրագրերի տեսքով եւ կարող եմ վստահեցնել ձեզ, որ մենք պատրաստական ենք շարունակել նույն եռանդով շարունակել մեր համակարգի ներդրումները ավելի շատ նույնիսկ։ Կապանը շատ հարուստ քաղաք է իր պատմությամբ եւ մշակույթով։ Իր պատմության ընթացքում Կապան քաղաքի բնակիչները եւ ժողովուրդը պատերազմներ են տեսել եւ կարողացել են պաշտպանել հերոսաբար իրենց երկիրը։ Եվ նաեւ հարգավաճել են ու ծաղկել են հենց իրենց այդ կամքի ու ապրելու ցանկության համար։ Այսօր ես կանգնած եմ այստեղ ձեր առջև եւ ուզում եմ ծափարել ձեզ ձեր ձեռքբերումների համար։ Ուզում եմ ծափարել, որ այն բանի համար, որ դուք երբևիցե չեք հուսալքվել պատմության ընթացքում ձեր ժողովրդի եւ ձեր հողի թափված ահաբեկների պատճառով։ Ես հասկանում եմ, որ սա այն հողն է, որ տվել է Արամ Մանուկյանին, որը համարվում է առաջին Հայաստանի Հանրապետության հիմնադիրային։ Ես ուզում եմ նաեւ ծափարել ձեզ շատ լավ գիտակցելով, որ ձեր որդին Գալեվի նշտերը ջան երաշխիք այս դերները պաշտպանելու համար։ Եվս մեկ անգամ ես կուզենայի շնորհավորել ամբողջ Կապան քաղաքին եւ իրենց բնակիչներին 73-րդ տարեդարձի արդիվ եւ ես հուսով եմ լիարուսեմ, որ հետագայում նույնպես կկարողանաք մասնակցել։ Thank you very much. Հաջորդ օրվա հոկտեմբերի 2-ի միջոցառումների սկիզբն ազդարարեց Կապանի զորամասի փողային նվագախումբը, որի երաժշտության բարձր ձայնը քաղաքապետարանի մերձակա հրապարակ բերեց բազում կապանցիների ու պաշտոնյաների։ Քաղաքապետարանում կայացած ընդունելությունից հետո մարզի ու քաղաքի ղեկավարները շնորհավորեցին միմյանց ու հավաքվածներին։ Շարունակենք ձեր բոլորին այս Կապանի 70-րդ տարեդարձը հրաշալի քաղաք ունենք, քանի որ ես հրաշալի ժողովուրդ ենք, աննման ժողովուրդ ենք։ Շատ առաջնորդի առողջություն եմ ցանկանում։ Հապիկից երջանք ցանկանում իրենց եւ իրենց խաներին ապրում։ Of course good. Ալկե հաջողություն եմ ցանկանում։ Future. Բայց ապագա։ Ծննդյան արարողությունն իհարկե առանց տոնական տորտի անցնել չէր կարող։ Սա թերևս տոնակատարությանը ներկա գտնվող փոքրիկ կապանցիների ամենասիրելի պահն էր։ Այցը Բաղաբուրջի հուշահամալիր բոլորիս պարտքն է։ Ուստի նախքան թաղամասային միջոցառումներին մասնակցելը հյուրերն ու բոլոր հավաքվածները հարգանքի տուրք մատուցեցին արցախյան գոյամարտում նահատակվածներին։
Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում էլ կազմակերպել էր մատաղի արարողություն։ Այն Կապանի համար 2 ավագ դպրոցի աշակերտների համար էր նախատեսված, հաշվի առնելով կրթարանի շենքի փլուզումը։ Մեծ շուքով ու հանդիսությամբ ազդարարվեց նաև Շահումյան փողոցի նորակառույց խաղաղության պուրակի բացումը։ Ու հենց այստեղ էլ Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը Կապան ոսկե հուշամեդալով պարգևատրեց Ջոնաթան Գուդմանին։ Շնորհավորում եմ ձեզ բոլորիդ Կապանի օրվա կապակցությամբ։ Եվ այս փոքրիկ նվերը ընդունեք մեր իշխանությունների կողմից ձեզ, սիրելի Շահումյան փողոցի բնակիչներ։ Ասեմ, որ 1 տարի առաջ երբ մենք այս նախաձեռնությունը փորձեցինք իրականացնել, հանդիպեցինք դժվարությունների կապված խաղաղության այդ հուշաքարի հետ, որը պիտի տեղափոխեինք Բաղաբորջի հուշահամալին, բայց այսօր երևի արդեն բոլորը համոզված եք, որ մենք ճիշտ էինք։ Եթե այն ժամանակ մենք տարին 1 անգամ էինք գալիս եւ հարգանքի տոկմատություն նրանց, ապա այսօր բոլոր հիշատակի օրերին, բոլոր տոնորերին մենք Բաղաբորջում ենք եւ հարգում ենք նրանց հիշատակը։ Իմ կարծիքով բավականին գեղեցիկ պուրակ է ստացվել եւ հաշվի առնելով, որ Շահումյան փողոցը Արցախյան պատերազմի ժամանակ ամենաշատն է դժժել հրետակոծություններից եւ ռմբակոծություններից, մենք որոշեցինք այս պուրակի անունը դնել խաղաղության պուրակ։ Եվ ցանկանում եմ, որ այս պուրակում միշտ խաղաղություն լինի եւ շատ ու շատ երեխաների։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս նախաձեռնության մասնակիցներին եւ հովանավորներին, Քաջարանի կոմբինատին, Դինագոլդ Մայնինգին, Վայբն ընկերությանը, Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, որը տրամադրեց այդ խաղասարքերը, մի խոսքով բոլոր այն մարդկանց, ովքեր ամեն ինչ արեցին, որպես այս հրապարակը լինի գեղեցիկ եւ հարմարավետ։ Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր Սյունիքի մասնատին բարոն Խաչատրյանին, որը ամեն ինչ արեց, որպեսզի այս հրապարակի ոչ մի շինարարական աշխատանք չուշանա եւ ամեն ինչով օգնեց մեզ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր շինարարներին, որոնք մանավանդ այս վերջին 10 օրերին զգացիք ինչպիսի տեմպով աշխատեցին, որպեսզի կարողանան հասցնել։ Շնորհավոր տոնդ, սիրելի Կապան, շնորհավոր տոնդ, սիրելի կապանցիներ եւ շնորհավոր այս հրապարակը, սիրելի Շահումյան փողոցի բնակիչներ։ Սիրելի կապանցիներ, սրտանց շնորհավոր եմ բոլորիդ Կապանի տոնի առթիվ։ Ես ձեզ բոլորից մաղթում եմ երջանկություն, ձեր ընտանիքներին արևշատություն, ցանկանում եւ պատրաստ ենք կազմակերպելու, որ ամեն տարի այս ավանդույթ դարձած տոնը շարունակվի ըստ արժանավորի։ Եվ այս խաղաղության պուրակը, որ արդեն անվանում է թող խաղաղություն բերի եւ Կապանին, եւ ողջ Սյունիքին, եւ մեր բալիկներին։ Ապրեք խաղաղությամբ, սիրելի կապանցիների, բոլորիդ բարձր տրամադրություն։ Շնորհավոր տոնոտ Կապան։ Կապանի համայնքային հիմնախնդիրների հանդեպ ունեցած սրտացավ վերաբերմունքի եւ նյութական աջակցության համար Կապան ոսկե մեդալով պարգևատրվում է Ջոնաթան Գուդմանը։ Շնորհավոր եմ բոլոր կապանցիների տոնը, մեր բոլորիս տոնը եւ օգտվելով առիթից Գագիկ Ծառուկյանի անունից շնորհավորում եմ մեր բոլոր կապանցիների տոնը։ Այսօր այս սիրուն տոնը, որ կազմակերպել է Գագիկ Ծառուկյանի հիմնադրամից, նվիրվել է Կապան քաղաքին կարուսելներ մեր երեխաների համար եւ այդ կարուսելները տեղադրվել են 5 բակում, նորակառույց բակերում
որոնք որ մեր երեխաները օգտվեն եւ խաղան։ Շնորհավորում Կապանի տոնը, բոլորին առողջություն, հաջողություն եմ ցանկանում, երկար տարիների կյանք, եկել խաղաղություն լինի։ Ես եմ շնորհավորում։ Պատվիրակությունն այցելեց նաև Կապանի երկրագիտական թանգարան, Կապանի համար 4 մանկապարտեզ, շինարարների թաղամաս, Գարեգին Նժդեհի հուշահամալիր, Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարան եւ Վաղաբերդ թաղամաս։ Սրտանց, որ ես եւ քույրերս եւ հայրս ուզածպես գործընարան մեր մոտ հիշատակի երեխաների համար։ 4 տարի որ մաս եմ կազմում ես նախագահարանի նոմեր 4-ին։ Ես միշտ ուզացել եմ, որ ամեն անգամ որ եկել եմ, միշտ ուզացել եմ, որ փափանց տայել է, որ խոհանոցը սարքվի և հասամ նպատակից։ Ուզում եմ շնորհավորել մեզ բոլոր կապանցիներին այս գեղեցիկ օրվա առթիվ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թաղամասի ուսուցիչների, երեխաների, մայրիկների, բոլորի անունից շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց եւ կազմակերպություններին, ովքեր նախաձեռնեցին եւ կառուցեցին այս գեղեցիկ պուրակը։ Իսրտե շնորհավորում եմ բոլոր կապանցիներին, իմ սիրելի հայրենակիցներին, Կապանի տոնի առթիվ։ Ցանկանում եմ Կապանին, կապույտ երկրին, խաղաղություն միշտ, ցանկանում եմ ստեղծագործ ու արարած աշխատանք, ամուր առողջություն, ամուր ընտանիքներ եւ հետագա հաջողություններ։ Ես սրտանց եմ շնորհավորում այս գեղեցիկ տոների կապակցությամբ եւ ավելի շատ ես այս միջոցառումների, այս խանդավառության ուրախության մեջ տեսնում եմ խաղաղության գինը։ Քանզի խաղաղությունն է, որ թույլ է տալիս մարդկանց առաջ շարժվել, բարգավաճել, ուրախանալ եւ կազմակերպել հետագա բոլոր պլանները։ Սրտանց շնորհավորում եմ իմ կապանցիներին եւ ցանկանում ամեն տարի եւ ավելի մեծ շուկով նշեն այս գեղեցիկ տոնը։ Ինչ էլ անեք ապրեք։ Ուրեմն այս ինչ էլ անում եք այս պետության այս երկրի անպայման է երեխաների համար է բոլորը։ Շատ ապրեք։ Նախ ուզում եմ առիթից օգտվել շնորհավորել բոլոր կապանցիներին այսօրվա կապակցությամբ, մասնավորապես Վաղաբերդ թաղամասի բնակչության ու երեխաներին այս տարածքի հանգստի եւ այս խաղահրապարակի համար։ Ես գտնում եմ, որ կառուցել ավելի դժվար է, քան դրա պահպանելը եւ կոչ եմ անում բնակչությանը, որ այս ամենը պահեն, այսպես ասած, աչքի լույսի նմանանք, պետք է փորձեն ներդրումներ անել, բարեկարգեն, տիրոջական աչքով նայեն։ Արդեն երեկոյան տոնակատարությունը տեղափոխվեց Կապանի մարզադաշտ, որտեղ կապանցի հանդիսատեսին իր շնորհավորական ելույթներ բերել հայկական ժողովրդական երգերի կատարող Արմեն Հովհաննիսյանը։ Համերգն ավարտվեց հրավառությամբ։ Անտարակույս տոնը ստացվեց, ու այստեղ արժե նշել բոլոր նրանց անունները, որոնց ջանքերով կապանյան օրերը տոն դարձան։ Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանի խոսքով մարզկենտրոնը մշտապես զգացել է Զանգեզուրի բաղձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եւ ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանի Dino Gold Mining Company ընկերության աջակցությունը։ Ինչպես առօրյա, այնպես էլ տոնական օրերի։ Արժե նշել նաև, որ Կապանի մշտական գործընկերն է World Vision կազմակերպության Կապանի գրասենյակը։ Իսկ տոնական միջոցառումների կազմակերպման հիմնական ծանրությունը իր ուսերին տարավ մշակույթի կենտրոնը։ Դե իսկ միջոցառումների հիմնական նախաձեռնողն ու պատասխանատուն Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանն էր։ Ուզում եմ, որ մենք միշտ հզոր լինենք, ոնց որ կանք։ Տեր Աստված փառքը քեզ։ Թող Աստծո ձեռքը սիրելիներս հայ ընտանիքի գլխից անպակաս լինի։ Ես ձեզ շատ սիրում եմ, ձեր ջերմությունը երբեք չեմ մոռանա, շնորհակալություն, որ դուք կաք, միասին մեկ ընտանիքի պես շուրջ պարենք բռնում, գնացի! Աստվածածին վանքի դուրը դարձել ենք ուխտավոր, խաչքարակերտ այս մատուրը հրաշք է զորավոր, հավաքվել են ահել ջահել խաչքարի շուրջ բոլոր
Աստվածության էջերը միասին են երգում Տեր Աստված փառքը քեզ քո լույսով ուշտուր մեզ օգնիր որ զորանանք հզոր Հայաստան դառնանք Տեր Աստված փառքը քեզ քո լույսով ուշտուր մեզ օգնիր որ զորանանք հզոր Հայաստան դառնանք Իսկապես շնորհակալություն Հայազգը արժանի է աշխարի հարգանքին Տիրոջ աչքը հովանի է մեր հոգու հավատքին Զրկանքներով գոյատևել դուն ու տեղ եք դրել Երգել տանիք ու հորովել մագաղատներ գրել Տեր Աստված փառքը քեզ քո լույսով ուշտուր մեզ օգնիր որ զորանանք հզոր Հայաստան դառնանք Տեր Աստված փառքը քեզ քո լույսով ուշտուր մեզ օգնիր որ զորանանք հզոր Հայաստան դառնանք Բրավո Հովանեսյան Կապանի հանդիսատես Բրավո Հայագերտ մեր երկիրը ծաղկի ու զորանա Մեր ադար հայոց գիրը հայ մտքի լույս դառնա Մեկ տեղ ուխտենք ու պայքարենք ունենանք հույս ավատ Հարգի վսակով զարդարենք մայլերը արարան Միասին ենք երգում Տեր Աստված փառքը քեզ քո լույսով ուշտուր մեզ օգնիր որ զորանանք հզոր Հայաստան դառնանք Տեր Աստված փառքը քեզ քո լույսով ուշտուր մեզ օգնիր որ զորանանք ու հզոր Հայաստան դառնանք միասին Բրավո հայեր օգնիր որ զորանանք հզոր Հայաստան դառնանք Տեր Աստված փառքը քեզ քո լույսով ուշտուր մեզ օգնիր որ զորանանք հզոր Հայաստան դառնանք Տեր Աստված փառքը քեզ քո լույսով ուշտուր մեզ օգնիր որ զորանանք հզոր Հայաստան դառնանք Շնորհակալություն Արման Հովանեսյան Շատ շնորհակալություն Եկեք ես հրավառության ներքո մի հատ բոլորս միասին երգենք Տեր Աստված Բարձր բարձր Շնորհակալություն ձեզ բոլորիդ մաղթում եմ բարի գիշեր առողջ եղեք Սիրում եմ ձեզ, սիրելի կապանցիներ, Տեր Աստված փառքը քեզ քո լույսով ուշտուր մեզ օգնիր որ զորանանք հզոր Հայաստան դառնանք Տեր Աստված փառքը քեզ քո լույսով ուշտուր մեզ օգնիր որ զորանանք հզոր Հայաստան դառնանք Արման Հովանեսյան Շատ շնորհակալ եմ Շնորհակալություն բոլորիդ Ձեր ջերմությունը երբեք չեմ մոռանա